Բարի լույս ընկերներ ջան, ինչպես եք դուք։ Ես շատ լավ եմ, գնում եմ գնումների, հագիցս երևում չէ, ավոկադոյի մեծ ցանկություն ունեմ ստեղ, մեր մոտ լավ ավոկադոներ չկան։ Ինձ թվում է, ես Բելգիայում Lidl-ից ավելի հաճախ է ավոկադո գնում, քան որ այստեղից եմ գնում։ Գնում եմ Լուլու, ինձ թվում է այնտեղ հուսով եմ կլինի, միշտ չի որ լավն է լինում, այսօր մեծ հույսերով գնում եմ, տեսնենք։ Երկու րոպեից մեքենան կգա։ Մեծ բարի ճանապարհ, ինչպես ասում են։ Բարի առանց գնումներ ու հետ գանք։ Խաղողի մեջ ինչ է դրել այս տղան վարդեր։ Ջան, մենք տեղում ենք։ Հարկավոր է ներս գնալ։ Այստեղ մի հատ գապ է գապում Ջեսի համար, պետքա լիննից բան, ինչ անունը, կոստյում։ Տեսնենք ունեն թե չունեն։ Hello. No, hoodies. Thank you. Սենց սառոճկաներ ունեմ, բայց սառոճկա չէր ուզում, սառոճկա բաները, կաղա սառոճկա էլ ուզի։ Սենց բայց բաներ հիմնականը բանա ուզում է հատ ինչ անունը կոստյում էլի թեթև ամառային սուչույների համար ճիշտն ասած նվեր եմ նայում նաև ավտոբուսի կին այնքան լավն է տեսնես նվերի ինչեր ունեն Այս ինչ հավեսն են, օճառը, փրփուր ավելի ճիշտ, ոնց որ կաթի աման լինի։ Hello։ Ստեղ դժվար լինի, այս լայս թարգում կարող է լինի, բայց երրորդ թարգում տղամարդկանց բաժնում կարելի է նաև։ 159. I took more. 160? No? No, So I went down. 158. Oh. Այս խանութում գնում կատարեցի ու նկատեցի ունեն մարմնի քաշը ըստ մկանների և ճարպերի կշռող կշերք, իդեպ բավականին երկար ժամանակիր ես նման կշերք էի փնտրում, մեր տանը մոտ գտնվող մի քանի մարզասրահներ էի այցելել, բայց չունեին։ Բնականաբար շատ ուրախացա և առիթը բաց չթողեցի, որ կշռվեմ։ Ինչպես տեսաք, նախ հասակս չափեց, հետո տվյալների բազայում ավելացրեց տարիքս ու ըստ այդմ էլ պարզվեց, որ ունեմ 15 կիլոգրամ քաշի ավելցուկ։ Շատ վատ է, որ այդ քաշը շատ տեսանելի չէ, որովհետև հիմնականում ճարպը հավաքված է ներքին օրգանների շրջանում։ Անբավարար էր նաև մարմնից ջրի քանակը, այսինքն պետք է հետևողական լինեմ, որպեսզի օրվա ընթացքում խմեմ 2 լիտր ջուր։ Իսկ լավ լուրն էլ այն էր, որ մկաններս գտնվում էին նորմայի սահմաններում։ Հիմա հիմնականում իմ խնդիրն է ազատվել ներքին օրգանների ճարպակալումից և քաշս իջեցնեմ չմոռանալով օրվա ընթացքում խմել ջուր։ Դե իսկ էկրանին դուք հիմա տեսնում եք Սարքի կողմից տրամադրված վերլուծաբանական արդյունքները։
կանաչ-գույն ջինսերը նորաձև են ասում են, ինչպես նաև շագանակագույնները, բայց ինձ այս մոդելը չի սազում, սենց ավելի ակլորիկացնում։ Սպիտակն էլ մոդայի դեմ, բայց բոլորը կարգո են այս մոդելները։ Այս մյուս խանութում էլ չունեին պիջակներ, բայց ունեն էլի վերնաշապիկներ, այստեղ գինը արժեր մոտավորապես $42։ Հիմա մի հատ նենց բան եմ ասում, որ Հնդկաստանում գրեթե որտեղ գնաք, այդ բանը ամեն օր անում են, ուրեմն ոնց էր կոչվում էր, մենեջերը գալիս է, ամեն օր աշխատանքի սկսելուց առաջ, ոչ թե սկսելուց առաջ, այլ ոնց որ մի ժամ հետո, բոլոր աշխատողներին հավաքում, լինի դա ռեստորան, լինի դա խանութ, ու ամեն օր ոնց էին ասում, մոռացա, աշխատանք սկսելուց առաջ հանձնարարություններ է տալիս։ Այդ ինձ թվում է ամենա-waste ժամանակն է, որ հաճախորդը այնտեղ է, իրանց համան գալիս, ինչ-որ մի բանով ուզում է դիմի, չէ, սա որ զգաս կա, պիտի մինուտ կա են ասում, ինչ են ասում, տենց մի հատ բան գոյություն ունի, ամեն աստծու օր աշխատողները գալիս են, մենեջերը իրա տենց հավաքում է շուրջ բոլորը, մեկ է տեսնում ես ռեստորան, ասենք գնացել ես ռեստորան, ուզում ես մտնես, ասենք հաճտել, չէ, դուռը փակ է, ու ասում է, պիտի մինուտ կա ենք անում, նա հաճախորդը, որ եկել է ներս մտնի դա է կարևոր, թե ինքը որ պիտի մինուտ կա անում։ Այս մոլը թե բաց է, դռները բաց են, տեսնում եմ ամբողջ հավաքված են մենեջերները, օրվա պատասխանատուները, բան են անում, պիտի մինուտ կա են անում, ինչ հարցով ուզում են ստիմուլի, իրանք շատ խիստ բան են անում, հետևում են իրանց մենեջերին, այդ ամենա առևտրի մեջ, բիզնեսի մեջ, այդ ամենա-waste բանն է, որովհետև համ ձեր ժամանակն եք կորցնում, համ ձեր աշխատողի ժամանակն եք կորցնում, համ էլ խաղում եք ձեր հաճախորդների նյարդերի հետ, պետք չի ժողովուրդ։ Ու ինձ թվում է, որ ձեր աշխատողները ոնց էլ չի, արդեն սովորել են, էլի գիտեն ինչ են անելու, ինչ չեն անելու, ձեր աշխատողներն են ու ոնց էլ չի, արդեն գիտեն աշխատանքը ինչ պետք է անեն, ամեն օր մի բանը պետք չի ասել, մարդիկ էլ են մեղք, խոսքով նկատի ունեցեք, խնդրում եմ հարգելի մենեջերներ ամբողջ աշխարհի, որտեղ որ անում են այդ մի բանը, պետք չի սենց բաներ անեք։ Էլի նկարել դրա համար կամերան կանջատեմ, բայց մի երկու գիրք ունեմ նայելու։ Ձեզ ասեմ, թե ոսկու գրամը ինչ արժի այստեղ Հնդկաստանում, հեսա տեսնեմ ուր աշխատողը կամ հարցում Հասմելյան ջան, իսկ Հնդկաստանում ինչ արժի ոսկու գրամը, բայց բազմից ոսկի չէր, արծաթ էր, ուղղակի ոսկե ջրած էր, գրամը թաղվեց չբերեց, եթե ուրիշ խանութ լինի կփորձեմ հայթայթել այդ գինը ձեզ համար, ընկերներ ջան, բայց ես քեզի համար չեմ գտնում բլաուզ, պես որ ինքն է ուզում, ես արդեն մանկական բաժին է եկան, ես գնամ առավոտը սանեմ, լավ Գաղտնիք էլ բաց են, եթե չեք ուզում ձեր խանութից հաճախորդը հեռանա զզված առանց շոփինգ անելու, հերիք ձեր վաճառողները, որ մտնում ես խանութ ու կպած քեզ ման են գալիս։ Արդեն քեզ զգում ես ինչպես հանցավոր, որ մտնում ես այդ խանութ, պետք չի, դա հիասթափեցնում է, ջեսնելա տրակում այդ բանից, որ աշխատողը կողքիցդ ման է գալիս կպած, այդ դրանից ունենք սովորությունից, ունենք նաև Հայաստանում, մտած չմտած մեկ էլ հարցնում է, ասում է, մեկ էլ մտած չմտած, մեկ էլ հարցնում է, ասում է, ձեզ ինչով օգնեմ, չէ, ես եթե օգնության կարիք ունենամ ձեզ, կդիմեմ սիրելիներ ու ձեր աշխատողները խնդրում եմ, պետք չի հետևից ման գան։ Thank you. Այդպես ընկերներ ջան գնացի ես ներս գնեմ։ Որոնք ոդնա он բնդիշ մե ոդնա։ Ռեալն մաունո։ Իլը օրիա մարիդիա։ Սորիա։
Ինչպես ասում են, բարով խերով եկանք հասանք տուն ընկերներ։ Այստեղ վերցրել եմ լուզլի, թուզ ունեին, թուզ եմ վերցրել, ոչ ջեսն ասիրում, ոչ Ալեքսը, ես եմ խենթանում եմ բզի համար։ Ինձ համար վերցրել եմ տոնային կրեմ, համապատասխանացրել ենք, ինչա, նաթմեգնա, իմ համարը չկար, բայց ճապոնական կրեմ էր, սոկույա կոչվում ոնց որ թե, որոշեցի փորձեմ, եմ որ ասում եմ, գրողին տանի, հիմա կտեսնենք, լավը կլինի, լավը չի լինի, զատո կիմանամ, որ լավը չէր, պետքա, ոնց կծում բռնում եմ ինձ տոնային կրեմ հարկավոր է, գույները տարբեր կրեմների հետ նայեմ մեկ չկար, բայց որ ճապոնական էր, սիրտս մի քիչ ձգեց դեպի Ճապոնիա, որպեսզի փորձեմ։ Այստեղ սենց հաց եմ վերցրել երկարավուն, հեսա կիմանաք ինչի այս իրանց չապատա հացերը, որ մտքովս Ալեքսն էլ մտքով գիտի թե բան ալտում են, լավաշ ալտում, բայց դեր, այստեղ կրասան, 3 հատ կարակ հոգսովորական կրասան առանց հավելումների, ինչ ենք վերցրել, ջեսի համար շոկոլատ եմ վերցրել, այս շոկոլատը որ վերցնում եմ ջեսս ոնց ա ուրախանում երեկոյան ժամերին, որ գալիս է այս տարակը բացում ա, տեսնում ա այստեղ շոկոլատ կա, այդ իրա երջանկության չափի սահմանը անցնում ա։ Այս չեդեր պանիրներից Ալեքսի համար այս բանից եմ վերցրել, որ ուրախանա երեխեն Մարիոյի բանով ա, երևի Մարիոներն ա վրել, նոր հավաքածուն ա, ենթադրում եմ, ինքը շատ կուրախանա, թող սուրպրիզ լինի երեխայի համար, հնդկական ընկույզ, սենց ինչ-որ բան, տրուբիչկայա մեջը կրեմ էլի, պեչենիատիվ, էլ երեխու համար, բիսկով, բելգիական պեչենի, որովհետև պատրաստելու ենք, չինականա, ճապոնականա, չեմ կարող ասեմ ինչի, ով է այդպես մոգոնել, բայց վերջերս բանա չէ, հունական մածունի մեջ դնում են overnight գիշերը դնում են այս բիսկով պեչենիները եւ թողնում են այդպես ոնց են ասում բանն է իրանց տիրամիսուն է չինական տիրամիսու սենց ասենք իրանք այդպես են ասում մենք էլ փորձենք ինչի ոչ բիսկովը մեր թվարկությունից առաջվանից բելգիան արտադրում է լոտուսն արտադրում ավելի ճիշտ բելգիական լոտուս ֆիրման շատ համաշխարհային ճանաչում ես լոտուս ինչի թրջվեց ինչն է Ինձ այսպես ձիթապտուղ, սև, բաները հանած, կորիզները հանած Ով մեր մոտ կանաչի կա, սևը չկա, դրա համար ենտեղից վերցրի Ավոկադոյի համար է չի գնացել, չկա, երկու հատ եմ վերցրել Եթե ձեզ որտեղ որ լինեք, որտեղ որ ապրում եք նշանակություն չունի ամենահամեղ լավագույն ավոկադոները դա աֆրիկյան հաս տեսակի ավոկադոներն են սա հասած էր տնաշինները պետք է ունենց գին դնեն օրինակ 100 ռուպի դնեն որ մարդիկ այդ դրանք առնեն այդ թափելու է դա օրինակ Բելգիայում շուկայում այդ դրանք արկղով բան են հանում էժան տալիս է որ մարդիկ վերցնեն ինչ որ բաներ պատրաստեն Բայց տեղ գինը դրած էր 400 քանի ռուպի չէր իջնում, հնդկականը կա, բայց հնդկականի համը այդքան, մի տեսակ գիտեք բանա, այն սենց կրեմային են, ռիչ համը չունի, հարուստ համը չունի, այս հասը ամենալավն է, լավագույնն է, ընկերներ, ընտրում եք, գիտեք երևի ոնց եք ընտրելու, ես ձեզ ասում եմ, շատ բան չասեմ, վերցրել եմ գուավա, Գուավոնը շատ չեն սիրում մերոնք, ենա որ վերցնում եմ, էլի Նենց չի որ թափելու ենք չենք ուտելու, չէ, ուտելու են, բայց տենց Ալեքսի դպրոց եմ ուղարկում, ես մի հատը կտրում եմ, երկու օր ուտում են, չուզենալով Այդ եսպես երեկ հատ վերցրել եմ, կիլիով են վաճառում, իհարկե, կիլոն ինչքան էր 129 ռուպի արժեր կիլոն
Չէ, 125 ռուփի արժեր կիլոն։ Չէ, 120 կիլոն արժեր 129 ռուփի, այստեղ կիլո չի եկել։ 970 գրամ է եկել։ Ու վերջին գնումը ստեղծրել է սենց համ։ Եթե ինձ ասեք Լիաննա ջան, ինչ կուզենայր հիմա, իսկապես եմ ասում, կուզենայի հայտնվեի Գերմանիայում, լոզերս որ տեսավ, լոզերս գնումեր են, որ ասում են, և ուտեի գերմանական ներփեշիկները, սրա հետ կվայելեի նաև գարեջուր, բայց գրողը տանի, ես այնտեղ չեմ կարող տենց իրանց համեղ ներփեշիկները վայելել, Այս հնդկական արտադրությանը, բայց հիշեցնում Chicken Frankfurter, չգիտեմ, հուսամ, մեծ հույսեր եմ փափագում ես սրա մեջ, ճիշտ ասած, ես գիտեմ, մի հատ գրում ես, մի հատ անվճար է, տեսեք, հարցրի աշխատում, ասում ներսում է, ոնց որ 2 տուփ, այնպես որ չեմ կարող ասել, բայց ես հենց հիմա ես դնում եմ էփի, ես հացնել եմ այդ նպատակով առել, տանը ունեմ մանանեղ, որ մանանեղ ենք հիմա վրան անելու ու ուտենք, գրողին, որ ես չաղացել եմ 15 կիլո, գրողը տանի, ոնց եմ այդ 15 կիլոն մի հարելու, չգիտեմ, մի հարցրեք, չգիտեմ, տխրել եմ այդ պանից, այդ սարքի վրա կանգնեցի, որ նայեցի, ասեց 15 կիլո ավել է ձեր քաշը, ես դուխից ընգա, Լիաննա ջան, դու այդ աղջիկներից դուքից ընգներ, հա, ընգել եմ, 15 կիլոն 3 ռազմեր մեծ շորեր եմ հացնում այսինքն, ինչև է, հա, էլ իսենց, ես մեկը թողնեմ դրսում, ես մեկը դնեմ սարցախցի, ուրին ավելի սարը, չհարվի, Գերնեջան, սա էր իմ գնումները, ընդհանուր այս ամենը արժեցավ, ինչքան արժեցավ, 3617 ռուփի և 51 պեսո են ասում, ինչ են ասում, Ալեքսը գիտի կոպեկի անունը, ես չեմ իմանում, կոպեկ, ընկերներ սրանք հիմա արագ տեղավորեմ, ես Ալեքսի համար վաղվա համար սարքելու եմ, որ դպրոց տանի, սրանց ավելի լավ բան դժվար լինի տանել, հունական մածունը հիմա կդնեմ հենց իր այդ ամանի մեջ, որով որ տանելու է, պեչերները կդնեմ սառնարան, առավոտում ուղղակի կհանենք, առավոտ ուղղակի սառնարանից կհանեմ ու հետը կտանի դպրոց, երջանիկ կլինի, հարկավոր այս ներփեշիկները տեսնեմ ինչ եմ անում ու վերադառնամ Երեխեք ոտի վրա խապվեցի եկա տուն, մանթո եմ, անդրաժենտ, ոնց ասեմ, հավատացի երևի գրվածքներ ինչներ սենց, չգիտեմ, պետք է նայեմ, գրածա made in India, այստեղ, կարդում եմ գրածա made in India, ոտի վրա խապվեցի, ու եկա տուն, մի քիչ մանթրաշ եմ այդ առումով, ասեց 2-3 անգամ էլ ասեց Japanese, ասեցի որ Japanese է ուզում եմ փորձեմ ասեցի, ուրիշ բաներ մի տեսակ դեպի Ճապոնիա եմ ուզում, խոսացել եմ էլի չեմ ասում, մենակ են չի որ լսել եմ, ասեցի որն է հնդկական, ասեց էսի է հնդկական, ես մեկ ասեց Japanese, ախր Japanese ինչ Japanese Օքլա, մի խոսքով, չէ, հեչին չուրախանամ, ճապոնական չի, հնդկական, դե լավ, ոչինչ, դե հնդկականն էլ կուզենայի փորձեի, հուսամ, որ վատը չի, փորձենք տեսնենք ինչպիսին է, բայց դե հուսախապ եղա տեղում, ճապոնական չի, Դուք էլ չնախաձեք հանկած ասեք Լիաննան գնաց Հնդկաստանների իր համար ճապոնական տոնային կրեմ առավ, չէ, չեմ առել, հնդկական է, բայց հնդկականի համար էլ կարաք մի քիչ նախանձեք, նախանձողները կնախանձեն մեկ, եկեք էլ բացեմ, տենամ մեջ ինչը, փակն է տվել, ասեց սա երբևէ բացած չի,
մեկ հոգնած ես լինում աշխատողին, որ աշխատողի հետ խոսում ես, չես ուզում այդպես բանանես, էլի հեսա, չէ բացած չի։ Այ, հուսամ գույնը լավ կլինի, ընկերներ։ Հետո միասին կքննարկենք լավներ, թե չէ, իմ տոնից մուկ տոնա, իմ տոնին չի, իմ տոնին չկար, դեպի ելո էր գնում, դեպի դեղնավուն գույներն էին, իմ գույնին մոտ չկար էսիր, չկար էսիր, այսքան եմ։ Տոնը քանդում են, վերևը։ Երեկվանից այդ վերևի հարկը քանդում են, կամ երրորդ հարկ են գցելու, երրորդ կլինի չեմ եմ անում, կամ ինչ-որ մի բան ավելացնում են, էլի, հետո պարս կլինի, ստեղ ենքան արագ են քանդում սակում, բայց մեր տան պատեի վրա խոհանոցի նկատելի միացենց ճեղք է ավելացել, երևի արագ են աշխատանքները անում ամեն դեպքում, որ շուտ վերջացնեն։ Ուր Ալեքսիս չեկավ։ Չէ, ես ավտոբուսն իրանց է չի, սրանց հետո նոր իրանցն է գալիս։ Ինչ ես տեսե երազում։ Նոր հիշեցիր երազդ։ Այ հենա մաքրում են, լավ, այս տերևները սաղ այդ մարդիկ կգան կհավաքեն։ Էլ Ալեքսը չի գնա մտնի տերևների մեջ, չէ։ Ինչ ես կարծում։ Այդ տերևների մեջ։ Հա։ Տվյալները գիտեք ընկերներ ջան, որ 15 կիլոգրամ ավել քաշ ունեմ, բայց խնդիրը ոչ թե ավել քաշ ունենալն է, այլ որ ներքին օրգաններս են ճարպակալած, դա լավ նշան չէ։ Քանի օր առաջ արդեն ասել էի ձեզ, որ նիհարելու համար քայլեր եմ ձեռնարկել, այստեղ երեկվանից գրել եմ իմ օրվա մենյուն, հիմնականում այտենց հետևելու շատ բան չկա, հիմնական իմ սննդակարգում սալատ, ձու, հավի միս, ձուկ, այն ինչ մթերքը, որ կարամ այստեղից գտնեմ հեշտությամբ, դրանք են այսպես, ուղղակի, որ հիշեցման կարգով, ոնց որ ուղեղիս մեջ ավելի հստակ ամեն ինչ։ Հետևել եմ այս կանոնակարգին, սնվել եմ ըստ կանոնակարգի, մինչև այս ժամը սով չեմ զգում, այս ժամին պետքա լանչի ժամն է, լանչի ժամի չի արդեն 3-ն անց է, ժամին կարելի է արդեն ընթրիք անել, որպեսզի երեկոյան ժամին թեթև լինի, երեկոյան ընթրիքը տեղափոխում եմ լանչ, դա է ամենակարևոր պահը, այդ ինչ որ պետք է ուտեմ, հավ կլինի, սուպ կլինի, ինչ որ պետք է ուտեմ։ Չնայած մենք ուշ ժամի չենք ընտրում մեր ընթրիքի ժամը, ջեսը որ գալիս է, ժամը 4:30-ի կողմերն է մեր ընթրիքի ժամը, բայց հիմա կոնկրետ իմը մի քիչ ավելի առաջ է գալիս, լանչի ժամին է լինում, որպեսզի ընթրիքից հետո ընթացքում մաշեմ այդ ամեն ինչի, ինչ որ ուտեմ, ու երեկոյան ժամին լինում է ընդամենը մածուն, տարբեր բաներով կարող է մի օր ինչ-որ մշկով լինի, հատապտուղներ շատ չեն վերցնում այստեղից, բայց ոչ քաղցր բաներ։ Մեկի ամենակարևոր բանը, որ ջրի պակաս ունի օրգանիզմս, հարկավոր է հիշեմ անդադ ջուր խմեմ, այստեղ դուրս չի գալիս, դրա համար շատ չեմ խմում, բայց դա աղջիկներից էլ ասում են կիտրոն քամեմ մեջը, կիտրոնը դառնա համություն ունի մի քիչ, այդքան էլ դուրս չի գալիս, ես ասեք ինչ ասեցինք Լանա ջան, անուն կպցրիր, կարելի է մի քիչ խնձորի ցախմեցնել, կարող է դա էլ դուրս չի գա, ինչև է, մի հնար պետք է գտնեմ կամ քիթս փակեմ ու ջուրը խմեմ։ Դա կլինի լավագույն տարբերակը ընկերներ, բայց դե պետք է նիհարեմ։ Այդ ոնց որ արդեն ոչ թե ոնց որ ստիմուլ է համել երեկվա այդ որ տեսա տվյալները, այստեղ արդեն ոչ թե գեղեցկության հետևից գնալու համար է, այլ օրգանների ճարպակալումը լավ չի, լավ կլինի, որպեսզի մաքրվի։ Բելգիայում լինե կարելի է մի քիչ սմուզիներ պատրաստել, կանաչ սալաթի տերևներին եմ կարոտել։ Այստեղ բանում մոլում կա սալաթի տերևներ, բայց իրանք արդեն հնոտ են։ Եթե մինչև այդ սալաթի տերև բերեմ մի 40 ժամ էլ պետք է թողնեմ աղաջրի ու սոդայաջրի մեջ,
ոնց որ լրիվ հալից ընկնում են, էլ բան չի մնում, էլի դից թարում խրխրթանը չի։ Բայց դե ընկերներ ջան, հիմա արագ մի հատ պատրաստվում եմ գնանք Ալեքսի հետևից, դպրոցից վերենք, արդեն ժամանակն է։ Ալեքսիս քննությունները սկսվում են մյուս շաբաթից, ոնց որ թե վաղը դաշ չի իրանց մոտ, ինչ որ տոն է էլի, թե ոնց որ թե հաստատ չեմ ման, հեսա որ գա երախեն կասի։ Իսկ հետաքրքիր է քննությունները ոնց են ընթանում այստեղ, փոքրիկ Ալեքսանդրը գնում է առաջին անգամ քննության, տեսնենք ոնց է լինելու, ասել են ինչ-որ ոնց որ թե ինչ-որ նոթատետր է պետք, տենց չունեմ նոթատետր, հարկավոր կլինի գնել, ու ժամերը կրճատվում են, այսինքն երեխեքը գնալու են քննության, կոնկրետ հենց քննություն է լինելու, 3 ժամ, ինչը առավոտ գնում են, ժամը 12:30 վերջացնում են քննությունը, որից հետո կես ժամ տրամադրվում է, որ լանչ անեն երեխեքը, որովհետև դրանից առաջ ամբողջ ընթացքը քննության են եղել, ու հետո ավտոբուսը պետք է ժամը 1-ին բերի տուն, արդեն 1:15 կլինի, այստեղ պետք է գնամ դիմավորեմ։ 7 առարկա ունի, 7-ից էլ քննություն է հանձնելու, տեսնենք թե ոնց է լինելու, իմ համար, չգիտեմ, բանա, առաջին անգամ է, հետաքրքիր է ոնց կլինի, թե շատ չեմ լարվում այդպես, բայց թե տեսնենք էլի։ Ինչ գիտես։ Daddy, tell me it will come on today. Չայ Ալեքս, ինչա։ Moment for the pen. Տեսնենք հետ ինչա։ Pens. Ինչ գիտես, փինը այդքան մեծ է լինում, հլը մեծ տուփեր են, հլը նայ։ It's okay, you will see. What is it? Ինչը, այդ ինչից է այտենց զգուշությամբ ես էդի բացում, կեզ պետք է այդ թուղթը, հետաքրքրեց, այո, Yes, ինչ ես անելու այդ թուղթը տենց, I will keep it. ես կեզ ենքան լավ գիտեմ կյանք, պահել մի How ասում, nice it is. սիրունա, The moment. That It's we the always moment. waiting for the pens. I will keep this. I will come back now. գետեք որտեղ է պահում, Do not throw that away at all. Even once you cannot touch it. բանը պահելու տեղը չտարավ, ուղակի դրեց ընդեղ, մի հատ տեղ էլ ունի, որտեղ պահում է, Huh? Oh. Which is me. Look. oh my, justice, Alex, I am justice, correct. I am correct. It is a Տո pen. դու միշտ ես կրեկտ իմ տղա, միշտ, I tell you it is a pen. ահա, ինձ թվում է մեկը քո համար է, մեկը դադի, I told you. Տո դու ամեն ինչ գիտես, բայ իհարկե, բայց ինչ ես տեղ դրում, սենց դիր, որ դադին կա տեսնի, Right. թղթով դիր, թղթով ինքն է կուրախանա թղթով որ տեսնի, I will put it like this. Ալեքսը բան էր ուզում, փին էր ուզում, այս որ սենց կպցնում են, ջեսը դելիքը ունի, բայց իր տենց գնաց չեն էլ, իսկապես ստացած փիներ են, շատ կարևոր փիներ են, ու ջեսը որոշեց, որ իրա ու Ալեքսի համար նույն փինից, It's a part of the FBI. And I Yeah. have the FBI sign and the FBI gun. դու գնում ես FBI աշխատես, Huh? FBI-ը ինքը աշխատելու, եղոսկով շատ ոգևորված է FBI-ով հիմա այս պահին իմ տղեն, ու ջեսը որոշեց, որ մի այնպիսի փին գնի, որ համ իրեն կհետաքրքրի, համ Ալեքսին ու երկուսով կարող են կրել հաճույքով, և այսպես գնել է։ Ու ինչպես որ խոստացավ, հիմա պատրաստում ենք մեր չինական կամ ճապոնական, Հեսա այսպես, հունական մածունն եմ գցրել, պեչենին դնում եմ, ինձ թվում է մեր մանկության ժամանակ կհիշեք, չէ, մածունով պեչենիով բան էինք սարքում, իսկական մանկության համը, մեղմ ասած,
ու հիմա նորից վրան այս հունական մածունը կանեմ ու կդնեմ սառնարանը։ Կարելի է երկրորդ տակն էլ վրան անել, սիրուն։ Այսպես է։